Կառավարության կողմից այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում, եւ սա նաեւ հասկանալի է, որովհետեւ մեր բնակչության շուրջ 1/3-ը այս կամ այն կերպ ներգրաված է գյուղատնտեսության մեջ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այստեղ մենք մի խնդիր ունենք. կառավարության կողմից թիրախային ծրագրեր են իրականացվում անասնապահության, տոհմային անասնապահության, ինտենսիվ այգեգործություն, բարձր տեխնոլոգիական ջերմատներ կամ առհասարակ ջերմատներ, բայց մի բան կար, որ մինչև հիմա դա չունեինք։ Հենց դա ենք անում, ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերը ընդգրկող ընդհանրական ծրագիր չունեինք։ Այս ծրագիրը բոլոր գյուղացիական տնտեսություններին վերաբերվում է եւ էական չէ, թե ինչ ոլորտով են նրանք զբաղվում։ Շիրակի մարզպետ Դավիթ Հարոշանյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ուսումնասիրել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում ուժ հիմնարկներում ֆինանսական հոսքերի ավելացմանը, տենդենսն ու իրականացված աշխատանքների ծավալները։ Արդյունքում որոշվել է բուժանձնակազմի ծանրաբեռնված աշխատանքի խրախուսման համար համավճար սահմանել, իսկ կրտսեր բուժանձնակազմի եւ սպասարկող անձնակազմի աշխատավարձերը բարձրացնել։ Մարզպետն ընդգծել է, որ կառավարության բարեփոխումների արդյունքում ձեռք բերված ֆինանսական կայունության բարձրացումը հիմք է ստեղծել բուժհաստատությունների համար զարգացման նոր ծրագրեր մշակելու, ինչպես նաև խթանելու ոլորտում մասնագիտական ներգրավվածությունն ու ծառայությունների որակի բարձրացումը։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը եւ ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ ներկայացվում են մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները։ 35 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու, ընդհանուր շուրջ 15.9 միլիոն ՀՀ դրամի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների խախտումով, ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է շուրջ 60.1 միլիոն ՀՀ դրամ։ ՊԵԿ-ը հորդորում է հարկվճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին, ստեղծելով կայուն եւ վստահելի բիզնես։